Եվ վերադառնալով տնտեսական ցուցանիշներին, տեսեք, այս տարվա ամենա էլի սոցիալական ցանցերի եւ ընդդիմության ամենասիրած թեման մեր գյուղմթերքի արտահանումն է։ Հիմա եկեք նայենք ինչ ունենք մենք գյուղմթերքի արտահանումով։ Մենք ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13.8% աճ նախորդ տարվա դրությամբ։ Ընդ որում կոնկրետ ուղղություններով ծիրանի դեպքում 25.5% աճ, սալորի դեպքում 61.1% աճ, դեղցի դեպքում 87.1% աճ, կեռասի դեպքում 123% աճ, տանձի դեպքում 245% աճ։ Ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, տանձի արտահանման թիվը, լոլիկի դեպքում 12% աճ, պղպեղի դեպքում 62% աճ, կաղամբի դեպքում 843% աճ, սմբուկի դեպքում 72% աճ, ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով է արտահանվել։ Եվ հիմա տեսեք, ես օրինակ շատ չեմ խորացել թվերի մեջ, բայց տեսնելով տանձի 245% արտահանման աճը, ես գալիս եմ հետևյալ եզրակացությամբ։ Սովորաբար նախկինում ինձ միշտ զարմացնում էր, ինձ համար անակնկալ էր, երբ որ ես դա առաջի անգամ իմացա, որ ամենաշատ Հայաստան ներկրվող մրգերից է տանձը, ամենաշատը ինձ համար սա անակնկալ էր, բայց արտահանման այս թիվը եւ այն, որ մենք ոչ մի անգամ չենք լսել արտահանման խնդրի մասին եւ այս թիվը, սա ես 90 եւ ավել տոկոս վստահ եմ, ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով եւ որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետեւ արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին, որովհետև մենք մարզային այցերում ես արդեն գիտեմ էլ մոտավորապես որ այգիներից այս ամեն ինչ դուրս գալիս։ Մենք մեր մարզային այցելությունների ընթացքում այս այգիներից շատերում եւ կեռասի եւ տանձի եղել ենք եւ մենք պետքա այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք։ Պարոն Պապոյան, խաղողի մթերման մասին էիք ասում, որ ավարտել ենք խաղողի մթերումը, ավարտում ենք ավելի ճիշտ։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, խաղողի մթերումը կարող ենք ասել, որ ըստ էության տեխնիկական ամբողջ սորտերը մթերված են, ավարտված են եւ այս պայդրությամբ օպերատիվ տվյալներով, որոնք որ մենք ստանում ենք, իհարկե դեռ կամփոփեն, կարող է որոշակի ճշգրտում լինի մի փոքր 211,000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Այստեղ ինչն է մնացել, մի փոքր արենի սորտի խաղող է մնացել եւ այս օրերին մթերումը տեղի է ունենում եւ վերջին օրերին, այսպես ասած, խաղողի սեղանի սորտեր կան, որոնք որ երևի թե ոչ շուկայահանման համար պատշաճ տեսքի չեն կամ որակի չեն եւ գյուղատնտեսները, ֆերմերները դրանք եւս մթերում են եւ մեր մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում, դա է պայմանավորված, որ մեր հաշվարկներից ավել է մթերում տեղի ունենում, այսինքն բերում են այնայև այս վերջին մնացորդները, բայց պետք է նշել, որ մինչև հիմա մթերումը պատշաճ գնացել է, հիմնականում արդեն ավարտել են, մնացել է 2-3 մթերող, առաջիկա 1-2 օրերին ամբողջությամբ կավարտենք եւ արդեն process-ը կվերջացնենք։ Եվ 213,000 տոննա խաղող է մթերվել, ճիշտ է։ 211 այս պահին եւ մեր կարծիքով դա 99% մոտավորապես կարող ենք ասել մթերել ենք, մաքսիմում կարող է մի 1000-ից 2000 տոննա մնացած լինի, այն էլ իմ ասած դեպքն է, այսինքն ինքը արենի է կամ խաղողի ուրեմն սեղանի սորտեր, որոնք որ բերվում են։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ այստեղ մենք պետք է նաև վաղուց հասունացել է ժամանակը, որ մենք արձանագրենք, որ խաղողի ոլորտում մենք ուզենք չուզենք խորքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք չենք կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունը ադապտացվի այդ փոփոխություններին։
Այդ փոփոխություններից մի մասը կապված է էլի կոնյակ եւ ոչ կոնյակ այդ խնդրի հետ։ Ես էլի ուզում եմ էլի զգում եմ, որ այն որ ես ասում եմ, որ Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվի, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու։ Մենք մենք պետք է այս տեղեկությունը իմանանք։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժողովուրդ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտա, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստուն, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի։ Ես էլ եմ ասում եմ կոնյակ։ Բայց պետքա մենք հասկանանք, մենք պետքա մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե Երևանի կոնյակի գործարանը Pernod Ricard ընկերությունը հաջողությամբ է ամենահաջող իրանք են իրականացնում այդ ռեբրենդինգը, բայց Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել։ Այստեղ մեր մյուս գործընկերներին պետք է օգնենք իրանք էլ այս թեմայի վրա աշխատեն, բայց երկրորդը մենք պետք է հասկանանք խաղողի ցանկատարածությունների հետ ոնց ենք կառավարում։ Երկրորդը ինչ process է նկատվում։ Գիտեք, որ շուկայում գինու խաղողը էականորեն ավելի թանկ է, բայց մենք հիմա նկատում ենք process եւ ընդ որում աշխարհում է այդ process-ը վաղուց տեղի ունեցել։ Արտադրողները նախընտրում են իրենց համար խաղող արտադրել, որովհետև գինու խաղողի արտադրությունը ունի բազմաթիվ նրբություններ, այսինքն թե խաղողը ոնց աճեց, մի թփի վրա քանի ողկույզ մնաց եւ այլն, դա արդյունքում ազդում է արտադրանքի որակի եւ շուկայի մրցակցայնության վրա։ Եվ մենք էս էլ պետք է հաղորդակցենք մեր սիրելի հայրենակիցներին, եւ մենք պետք է հասկանանք եւ ռազմավարություն պետք է ունենանք, պարոն Պապյան, մեր խորհրդատվությունը ո՞րն է, ինչ անենք։ Պարզա ընդհանուր առմամբ մենք պետք է փորձենք հողատարածքները դարձնել ինտենսիվ այգիներ, որպեսզի արտահանման եւ այլ խնդիրներ չլինեն։ Բայց այս թեմաներին իհարկե սա էլ մի հարց է, որին մի անգամ անդրադառնալով չենք բանանի, չենք լուծի։ Սա շարունակական եւ երկարատև process է եւ մենք պետք է նաեւ հասկանանք։ Իմիջիայլոց Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացման առումով, իմիջիայլոց ասեմ դեռևս 2016 թվականի Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի մեջ այս բոլոր թեմաներին անդրադարձ կա եւ Հայաստանը դեռ մեզնից առաջ այս պարտավորությունը ստանձնել է, որ այս փոփոխությունները պետքա տեղի ունենան։ Բայց այդտեղ մենք մեզ հասկանալի ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ է պետք, եկեք առաջիկայում եւս մեկ անգամ անդրադառնանք այս թեմային։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։